Պարոն Վարդանյան, եւ ընդդիմության թեւը եւ իշխանությունը գտնում է վստահություն է հայտնում, եթեները բացառում է, նշում է, որ իրենք են ընտրվելու, հիմա հետաքրքիր է համահայկական ճակատ կուսակցության տեխնացու Արտյոմ Սիմոնյանը ինչ վստահություն ունի, ինքը եւս դուք եւս բացառում եք այդ եթեները։ Այո, մենք եւս բացառում ենք այդ եթեները, որովհետեւ այստեղ գնում է լուրջ պայքար, այստեղ գնում է հոգեվոր քաղաքի պայքարը, որ չփղծվի։ Քանզի մենք գիտենք, իշխանությունը ցույց տվեց 2 օր առաջ իր իրական դեմքը, որ Էջմիածնի քարոզարշավի վերջում Թալինից, Գյումրիից, Երևանից, Աշտարակից, այս տարբեր տեղերից եկել էին, որ քաղաքապետ ընտրեին։ Չակերտավոր ասեմ, շատ ծիծաղալու է, բայց իրանք այնպես վստահորեն ասում են, որ մենք առաջատար ենք ու խնդիր չկա։ Մենք բացառում ենք դա, մենք պայքարում ենք մեր երկրի, մեր հողի, մեր ջրի համար։ Պահենք, պաշտպանենք, գիտեք, մենք ծառայել ենք երկար տարիներ բանակում եւ որոշումը կայացվեց, սրանից հետո ծառայել քաղաքական իշխանություններում, բազմիցս եմ ասել, մեկ անգամ եմ ուզում կրկնեմ սա, երկրին, հայրենիքին պարտք չմատուցած տղամարդը, այ օրինակ ՔՊԻ խմբակը կան այդպես նմաններ, ուզում են ծառայեն հայրենիքին, ուզում են թող սկսեն զրոյից, մի հատ գնան բանակ, ժամկետային զինծառայող ծառայեն, հայրենական պարտ կտան, նոր անցնեն մտածեն երկրի մասին, թռածները չեն կարա լինեն ղեկավարներ։ Պարոն Վարդանյան, ձեր կուսակցության կողմից ներկայացված տեխնացուն եւս զինվորական է եւ հետաքրքիր է վերջերս հետախուզում հայտարարվեց ձեր կուսակցության շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի նկատմամբ եւ ձեր թիմն էլ նշում է, որ սա պայմանավորված է այս ընտրություններով։ Ինչով է պայմանավորված, ինչ վնաս կարող է այս տալ, այսպես ասեմ։ Մեզ վնաս չի կարող տալ, վնասը տալիս է քաղաքացիական պայմանագրի ղեկավարին, որովհետև Հայաստանի Հանրապետության ժողովուրդը արդեն գիտակցել է, որտեղ ինքը չի կարող մի բան անի, նմանատիպ քրեական գործեր է նկարում։ Անդրադառնամ այդ դեպքին, գլխավոր շտաբի պետի տեղակալը չի կարող հրաման տալ։ Գլխավոր շտաբի պետն է կարող հրաման տալ, դրա համար եմ ասում, ժամկետային որ ծառային, գոնե ժամկետային որ ծառային, կհասկանային զինվորական կարգը, ով ումը կարա հրաման տա, ով ոնց կարա հրաման տա։ Այ խոսքը դրա մասին է գնում, էլի հարգելի լրագրող, որ թռածները չեն կարում իրանց պահեն այնպես, որ կարենան պահեն գոնե պետությունը։ Մենք ամբողջ Հայաստանով հույս ենք դրել իրանց վրա, որ պետքա մեր համար լավ լիներ։ 7 տարի մենք տեսնում ենք այդ քայքայումը Հայաստանի կտոր անելը, մասնատելը, այստեղ ՀՊԸ-ն լինելու է կտոր, այ վաղարշապատում։ Հիմա եթե Գյումրիի պատկերը ստեղծվի, համահայկական ճակատ կուսակցությունը պատրաստ է իր ձայները տալ ընդդիմությանը, միայն թե իշխանությունը չվերընտրվի։ Նայեք, մենք ասել ենք, եթե անցանք անցողիկ շեմը, մենք պատրաստ ենք տալ առանց ինչ-որ մի խնդրի ավելի շատ հավաքած ընդդիմությանը, բայց մենակ անցողիկ շեմի դեպքում։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։